վարժությունների ժամանակ, յոգայի վարժությունների ժամանակ, որ ես չեմ էլ սիրում վարժություններ անվանել, աշխարհագրական դիրքեր են, որի շնորհիվ մարդը ոգին շփվում է գերոգու հետ։ Գերոգին արևն է, ոգին մենք, շողքը։ Առանց արևի շողքը ոչինչ է։ Օրինակ, առաջի դիրքը 84 վարժություններից, 84 աշխարհագրական դիրքերից ամենաառաջինը Սարի կեցվածքն է, ուղղելով ոտի բութմատից մինչև վերև, մինչև գլուխ, մեջքը ուղիղ, փորը ներս ենք քաշում, որպեսզի ընդհանուր ուղիղ լինենք։ Ձեռքերը բարձրացրեցինք, միացնում ենք իրար ու շնչառությունը հանգստացնում։ Պատկերացրեք, այս դիրքի մեջ սարերը միլիոնավոր տարիներ է, որ կանգնած են։ Երբ ուղղահայաց դիրք ես ընդունում, դու դառնում ես անկախ ամեն մեկից, անկախ ամեն գործից։ Դու հասկանում ես, որ քո վրա իշխանություն ունի միայն տեզերքը, արարիչը։ Իսկ այն իրականությունը, որ յոգայի վարժությունների շնորհիվ նաև մարդը առողջանում է, դա ես միշտ ասել եմ, դա երկրորդական, երրորդական շատ կարևոր բան է, բայց երկրորդական, երրորդական։ Դրա համար յոգայի մասնագետները, ովքեր ամեն օր վարժություններ են կիրառում, թե սրահներում, թե հողի վրա եւ թե ժայռերում, կարևորը ամեն օր ինտենսիվ ձևով մտքի վիճակը պետք է պահել ինտենսիվ խաղաղության մեջ, անգամ երբ դու զբաղված ես շատ կարևոր գործերով, շատ դժվար գործերով, միևնույն է այդ ժամանակ քո մտքի վիճակը խաղաղ է ու դա կոչվում է մեդիտատիվ վիճակ։ Ու այդպիսի մարդիկ կարող են օգտակար լինել իրենց ներկայությամբ, իրենց խորհուրդ չասեմ, իրենց ինֆորմացիայով, իրենց տեղեկատվությամբ այն մարդկանց, ովքեր ուզում են ուղղակի միայն առողջություն պահեն, ովքեր ուզում են նիհարեն եւ ընդհանրապես լավ զգան, առանց ցավերի, առանց տառապանքների ապրեն իրենց այս հրաշք կյանքը, որը միշտ չի, որ տրվում է ոգուն։ Մարդկային կյանքը դա յուրահատկություն է, երբ մենք ծնվել ենք, պիտի ճիշտ ապրենք, որ էլի ծնվենք ու գնանք կատարելություն։ Հակառակ դեպքում հետ է գնում մարդը, ոգին հետ է զարգանում, հետ է չի զարգանում, դեգրադացվում է, հետ է գնում ու կարա ծնվի ավելի վատ տեղերում կամ չծնվի։ Եկեք մենք ձգտենք դեպի կատարելության։